Պարոն Աղազարյան, 2026 հայ ժողովրդական շաբաթագրական լինելու ընտրությունների տարի է։ Ձեր կանխատեսումները ինչպիսին են? Ընդդիմությունը ասում է, որ հունիսի 7-ից հետո քաղաքացիական պայմանագիրը լավագույն դեպքում կարող է ընդդիմություն լինել։ Դուք ինչպիսի կանխատեսում ունեք, այսպես դիտարկելով ընդհանուր տրամադրությունները եւ ձեր մասնակցությունը ինչպիսին է լինելու եթե լինելու։ Այս դիտված հարցը շատ ծրագրային հարց է, իհարկե որ մենք կարադառնանք առաջիկա մամուլի ասուլիսի շրջանակները, բայց հաճախով կարադառնամ այդ թեմային, կարճ գոնե ես նաև քաղաքական գործընկերներ կոչում եմ երբեք բանը ապոկալիպտիկ ձևակերպներ չօգտագործել, ճակատագրական, վերջնը, Հայաստանը կործանված է, այլ տարբերակ չկա եւ այլ։ Կարելի է ավելի, այսպես կոչված, բանը, այնպեսի մտքեր օգտագործել, որ հետո երբ որ պահը գա, կարողանաս դու քո ասածների մեջ հակասության մեջ չմտնել։ Շատ վճռորոշ կարելի է համարել, ճակատագրական երբեք։ Հունիսի 7-ը։ Ինչ վերաբերում է ընդդիմության այդ երազանքներին, այս ձևով որ ընդդիմությունը գնում է, դեպի հունիսի 7-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքելու է 70%։ Այս ձևով որ գնում է։ Ինչ ձևով պետք է գնա, ոչ ընդդիմությունը դառնա իշխանություն։ Ընդդիմությունը պետք է գնա միասնական։ Ոչ թե միասին, այլ միասնական։ Միասնական չգնաց, ապա Փաշինյանը հավաքելու է 70% ձայն քաղաքացիական պայմանագիրը, ինչը վտանգավոր է լինելու շատ եւ առաջացնելու է լուրջ մարտահրավերներ հայոց պետականության գոյության համար։ Հետևաբար հիմա դեռ հարցը ընդդիմությունն ավելի վտանգավոր խաղ անում հայոց պետականության համար հավանական դժվար հաղթահարելի մարտահրավերներ առաջացնելու գործում, թե քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը վարչապետի գլխավորությամբ։ Հիմա էլեմենտար հասարակ բան, միասնական չի գնում ընդդիմությունը, հիմա չեմ հուշի թե ինչ է կարող անի քաղաքացիական պայմանագիրը, դա ակնհայտ է, կամ վարչապետը ակնհայտ է, այստեղ ես շատ մեծ դերակատարություն եմ տալիս բանը մեր ձևով շարժմանը, ովքեր հենց անում են ոչ ճիշտ բաներ։ Օրինակի չկա։ Դե իրանք եկել են ասում են դևին մենք պիտի սպանենք, պիտի մենք լինենք հերոսը այս Հայաստանի։ Պետք է չէ մասնակցություն հաղթելու ակնկալիքով։ Մոնոպոլիա չի։ Չեն հաղթի։ Որովհետև X պահի Փաշինյանը այդ շարժմանը ուղղակի դուրս է հալելու ընտրապայքարից։ Այդքան բան։ Ինչպես ոչ լսել եք, ոչ տեսել եք Մոլդովա։ Հա ոնց։ Իրավական պրոցեսները դուրս անելու։ Չի, գրանցումը չեղյալ անելու, գրանցումից հանելու է, եթե արդեն գրանցված եղավ որպես ուժ ով մասնակցում է ընտրություններին, գրանցումից հանելու է մայիսի 10-ին, 15-ին, չգիտեմ երբ, կամ ընդհանրապես բանը թղթերը որ ընդունել են ժամանակ երբ որ գրանցում է կենտրոնական դրական հազարը, այդ փուլում չեն անի այդ գործընթացը, այդ ձևի բաներ անելու։ Բնականաբար, եւ հետեւաբար ով ինչ պիտի ասի, ասենք քաղաքացին ինչ պիտի ասի, ասենք գնացեք էմիս ուժին ընտրեք, այս մարդիկ խառնել են բիզնեսը, խառնել են Ռուսաստանը, Հայաստանի ներքին գործերին եւ իրանք չպիտի բանանեն, չպիտի շարունակեն այս քաղաքական գործունեությունը, ով ինչ կասի, Եվրոպան թիկունքին, Ամերիկան թիկունքին, Թուրքիան աչ կողքին, Ադրբեջանը աչ կողքին, ով բան կասի, այդքան բանը չեն հասկանում այդ երիտասարդները, չեն հասկանում այդքան բանը, դա լինելու է, իսկ լուծում կա, իհարկե լուծում կա, լուծում մենք գրավոր արդեն ներկայացրել ենք ընդդիմությանը, եւ առաջիկայում փորձենք ավելի լավ հիմնավորել այդ մեր տարբերակը, միասնական ճակատ, առանձին դաշինքներով, միասնական ճակատ մեկ նպատակով, իշխանություն ձևավորել 4 ամսով, քաղաքացիական պայմանագրին հեռացնել քաղաքական կամ փոքրացնել իր դերակատարությունը քաղաքական դաշտում, զրկել այդ լծակներից վարչական, ռեպրեսիվ եւ այլ, եւ 4 ամիս հետո նույնիսկ անցկացնել ընտրություններ, խնդրեմ թող մեր ձևով շարժումը հաղթի, բան ասում իրան։ Այդ 4 ամսվա ընթացքում իրաց բանը կիրականացվի կակռած, այն որ ուզում է համանդրությամբ փոփոխություն։ Հա, թողանեն, քիչ ուզում է ձևով անեն։ Իրանք բիզնեսում երևի չէ, անկասկած հաջողակներ են, իրաց թվում է թե բիզնես եւ քաղաքականությունը նրանք նույն բանն են։ Բիզնես ծրագիր են իրանք իրականացնում։ Ոչ, ընդհանրապես մի հատ ստորագրությամբ իրանք դուրս կմղվեն փոքրիկ փետուր քաղաքական պրոցեսներից։